haksızca, hukuksuzca içeride tutulan Որքան դուք ճնշեք, մենք այնքան կհզորանանք, այսպես է թուրքական ընդդիմությունը մարտահրավեր նետում նախագահ Էրդողանի վարչակազմին, որ Ստամբուլի հանրաճանաչ քաղաքապետին Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելուց հետո այսօր էլ նրա Թվիթերի օգտահաշիվն է արգելափակել։ Թուրքիայի տարածքում էջը հասանելի չէ, դրան հետևող 10 միլիոն օգտատերերը ընդդիմադիր առաջնորդի ուղերձների փոխարեն էկրանին մեկ տող են հիմա կարդում։ Օգտահաշիվը փակել է Թուրքիայի իրավական պահանջի համաձայն։ Չնայած կալանավորմանը Իմամօղլուն գրեթե ամեն օր այդ էջով քննադատում էր Էրդողանի վարչակազմին, հորդորում թուրքերին չլռել եւ խոսել։ Դատախազությունը բռնության կոչ էր տեսել այդ գրառումներում։ Հազարավոր մարդիկ մինչդեռ 3 դրանց արձագանքելով կրկին փողոց էին դուրս եկել։ Երբ եւ որտեղ հանրահավաք լինի, ես կլինեմ այնտեղ, քանի որ մեր երկիրը հիմա հանրապետություն չէ, որ կառավարվում է, այն կառավարվում է մեկ մարդու կողմից։ Իմամօղլուի օգտահաշիվը արգելափակվել է նրա աջակիցների երեկվա բազմահազարանոց ցույցից մի քանի ժամ անց։ Սա թուրքական լրատվամիջոցների վերջին շաբաթների ընթացքում ընդդիմության ամենամարդաշատ հավաքն էր Ստամբուլում, որի ընթացքում ընդդիմադիր ամենամեծ ուժի ժողովրդի հանրապետականի առաջնորդ Օզգու Օզելը կրկին պնդել էր՝ պայքարն անկասելի է, կգնան մինչև վերջ։ Որքան էլ ճնշեք, մենք տուն չենք գնալու, մնալու ենք փողոցում, մինչև չհասնենք արդյունքի։ Մենք պայքարում ենք ոչ թե մեկ մարդու, այլ Թուրքիայի ժողովրդավարության եւ ազատության համար։ Երեկվա ցույցը կազմակերպել էր Ստամբուլի համալսարանի մոտ, որը Իմամօղլուի ձերբակալությունից ժամեր առաջ չեղարկել էր նրան տրված դիպլոմը։ Առանց այդ փաստաթղթի Թուրքիայի ամենամեծ քաղաքի Ստամբուլի առաջնորդ Էրդողանի ամենալուրջ մրցակիցը համարվող Էքրեմ Իմամօղլուն չի կարող մասնակցել 2028-ին նշանակված նախագահական ընտրություններին։ Էրդողանը հնարավոր ու անհնար ամեն ճանապարհով փորձում է լռեցնել մեզ։ Դուք համասարան լինելով աջակցում եք դրան, հայտարարում էր ժողովրդի հանրապետականի առաջնորդը։ Երեկոյան արդեն երբ քաղաքային իշխանությունների հրահանգով հրապարակի լույսերը մարեցին, Օզելը հորդորեց աջակիցներին հեռախոսներով այն լուսավորել։ Ոմանց թվում էր, թե կարող են մեր ողջևորությունը մարել, եթե անջատեն լույսերը։ Ճիշտ հակառակը, նայեք այս լուսավոր հրապարակին, նայեք այս 100 հազարավոր խիզախ մարդկանց, ովքեր այսօր այստեղ են եկել ոչ միայն մեծ անարդարության դեմ բողոքելու, այլև Թուրքիայի ապագան պաշտպանելու համար։ Իմամօղլուն ջաղերի ետևում է մարտի ցահաբեկչությանն աջակցելու, ինչպես նաև կոռուպցիայի մեղադրանքներով, որոնք նա շինծու է որակում։ Այս գործով ձերբակալվել են նաև Իմամօղլուի 100-ից ավելի աջակիցներ, այդ թվում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց ազատ արձակումը պահանջող ստորագրահավաքին Թուրքիայի բոլոր անկյուններից արդեն շուրջ 15 միլիոն մարդ է միացել, պնդում են ընդդիմադիրները։ Մենք ուզում ենք լսելի դարձնել մեր ձայնը, ուզում ենք քաղաքական ակցիաներից բացի այլ միջոցների դիմել, բայց հնարավորություն չեն տալիս, նրանք ամեն կերպ փորձում են լռեցնել մեզ։ Հասարակական հարցումները վկայում են, որ չնայած ճնշումներին, ազատազրկված Իմամօղլուի վարկանիշը գնալով ավելանում է։ Վերջին օրերին հրապարակված 2 հարցումների համաձայն, մասնավորապես, եթե նախագահական ընտրությունները վաղն անցկացվեին, Ստամբուլի քաղաքապետը 7%-ով առաջ կանցներ Էրդողանից, ով Թուրքիայի իշխանության ղեկին է արդեն 22 տարի։ Ընդ որում, Իմամօղլուի վարկանիշը բարձրացել է հատկապես ապրիլին նրա կալանավորումից եւ աջակիցների դեմ սկսված ճնշումներից հետո։ Մենք մի դպրոցական ընկեր ունենք, նա մինչ օրս բանտում է, քանի որ ցույցի ժամանակ Թուրքիայի դրոշներ պարզել։ 1.5 ամիս է նրան բաց չեն թողնում, եւ մենք այսօր այստեղ նաեւ նրանց համար ենք պայքարում։ Սա Էրդողանի ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց առաջնորդի դեմ բողոքի ամենաուժգին ալիքն է անցած ավելի քան 10 տարում եւ բռնկվել է մի փուլում, երբ երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Էրդողանն էլ սահմանադրության չի կարող 2028-ին երրորդ անգամ նախագահ առաջադրվել։ Թուրքական լրատվամիջոցները սակայն գրում են, որ այդ արգելանքը հաղթահարելու համար 71-ամյա Էրդողանը կարող է կամ վաղաժամ ընտրություններ անցկացնել կամ գնալ սահմանադրական փոփոխությունների, թե մեկ թե մյուս դեպքում, սակայն նրան պետք է առնվազն 360 պատգամավորի ձայն, մինչդեռ Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցությունն այսօր միայն 321 քվե ունի։ Բողոքի ցույցերը չեն նվազում, ազգային արժույթը Լիրանն էլ շարունակում է գահավիժել։